Շիոր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք կաղամբով կոտրետներ, քանի որ արդեն պահքը սկսել է, պահքի համար սա շատ հարմար է և շատ համեղ և շատ արագ է պատրաստվում և շատ հարմար է։ Դե ինձ սիրելիներս, ընդհանուր բաղադրիչները տեսնում եք կաղամբ, գազար, սոխ, սխտոր, սամիտ, մաղադանոց, այսքանը։ Եվ ինչ ենք հիմա անում, սկզբի համար մանրացնելու ենք կաղամբը։ Այս կոմբն է և սկսենք մանրացնել կաղամբը, սիրելիներս։ Կաղամբը այսպես, շատ մանր, այսպես։ Ես ոչ ծորկում եմ կաղամբը, ոչ բլենդերում եմ, այսպես մանր, շատ արագ և շատ հեշտ ու բարակ մանր է լինում։ Այսպես կոտրետների մեջ խրթան է լինում, շատ լավ է լինում։ Էլ եմ ասում պահքի համար շատ հարմար է։ Ես ոչ ձու եմ գցում մեջը, քանի որ սա պահքի համար եմ հատուկ պատրաստում, սիրելիներս։ Նմանատիպ ոչ մի բան չեմ օգտագործում, տեսնում եք հիմա արագ կաղամբը մանրացնեմ և շարունակենք։ Մարդիկ կան, էլ եմ ասում, որ ասենք ունեն ծովով բան, բայց քանի որ սա պահքի համար է, մենք նմանատիպ ոչինչ չենք օգտագործելու։ Տեսեք ինչքան մանր է։ Նորից։ Այսպես ունեմ, որ երևա ինչպես եմ մանրացնում։ Ամբողջը մանրացնելուց հետո նորից այսպես։ Ես միայն բլենդերելու եմ սոխը և սխտորը։ Գազարը ծորկելու եմ։ Նորից ուղարկում ենք աղցանամանի մեջ։ Կարճացրի, հիմա սոխը մանրացնենք, այսպես։
Գազարը արագ ջոկում ենք։ Էսի գազարը կանաչին մի կողմ դնենք, հիմա սոխը և սխտորը բլենդերելու ենք, նայեք սիրելիներ, սոխն ու սխտորը լցրել եմ արդեն և նաև եփած կարտոշկին, բոլորը միասին բլենդերելու եմ, սիրելիներս։ Հիմա այս բոլորը միասին բլենդերեմ։ Ավելացնելու եմ սև պղպեղ, կարմիր մի փոքր կծու։ Հիմա այս ամբողջը լավ տրորելու ենք, նայեք սիրելիներս։ Կանաչին դեռ չունեմ ցելու։ Տեսեք ոնց է հավաքում։ Այսպես։ Մի փոքր աղ ենք ավելացնում։ Բավական է։ Եվ կանաչին ենք։ Տեսնում եք ինչքան լավ հավաքեց ամբողջը։ Հիմա կտեսնեք ինչքան լավ կոտլետներ են լինելու, սիրելիներս։ Հիմա մարացնենք։ Հիմա սկզբից ավելացնում ենք սանութը, այսպես սիրելիներս։ Հիմա աղադանոցն ենք ավելացնում։ Այսպես։
Հիմա նորից լավ խառնում ենք։ Այսպես։ Այսպես լավ խառնելուց հետո արդեն կոպտետները պատրաստում ենք սիրելիներս։ Օգտագործում եմ այսպիսի ասիմատի փոշի։ Քանը բավական է։ Եվ ինչ ենք անում սիրելիներս, հիմա նայեք։ Հերթականությամբ նայեք ինչքան լավ ցանկված է։ Այսպես։ Լավ խառնելուց հետո արդեն պատրաստում ենք մեր կոպտետ։ Նախորդ մաղել եմ ալուրը և թեթև ճաշիկ կարել արել և հավաքում ենք մեր կոպտետները։ Արդեն ամբողջովին պատրաստ է և ինչ ենք անում։ Ձեռքերը լավ թռչում ենք, այսպես։ Չափը դուք եք նախընտրում, ինչ չափի, մեծ, փոքր, սա արդեն նորմալ չափ է սիրելիներս։ Այսպես մեր կաղամբով կոպտետները նորից ձեռքերը անպայման թռչում ենք, այսպես։ Տեսնեք ինչքան ամուր է, ինչքան լավն է։ Վարկում ենք պաքսի մատի մեջ և այսպես շատ հեշտ եմ ասում և շատ արագ և շատ համեղ։ Այսպես։ Նայեք, ինչքան լավն է լինում։ Համն է արտակարգ լինում։ Պատրաստեք սիրելիներս, համ տեսեք, կտեսնեք։ Արդեն վերջը
վերջացնում եմ, սիրելիներս, նայեք։ Այսպես։ Aman. Nayik. Այսպիսի կոտետներ ենք ստանում։ Հիմա արդեն թավա տաքացնեմ և սկսենք տապակել։ Սիրելի ես թավան դրել եմ արդեն գազին, թողնում ենք լավ տաքանա։ Այսպես տեղափոխում ենք բոլոր կոտետները, նայեք։ Միանգամից մի քանի հատ տեղավորենք։ Ծածկենք, թող լավ տապակվի։ Հիմա նայեք սիրելիներս, ինչպես է մեր կոտետները տապակվում, տեսեք, ինչքան լավն է։ Շրջելու նայեք, տեսեք ինչքան լավ տապակվել է սիրելիներս, ոչ առանձնանում է, ոչ փշրվում է, տեսեք, հիմա, ես այսպես բուները, հատ շրջեմ և ցույց տամ, տեսեք սիրելիներս, ինչքան լավն է մեր կաղամբով կոտետները, դրա համար եմ ասում, դուք է պատրաստեք, դուք է համտեսեք, պահքի համար սա շատ լավ տարբերակ է սիրելիներս։ Նայք, ինչքան լավն է։ Այսպես։ Ինձ սիրելիներս վերջ, արդեն լավ տապակվեց մեր կոտետները, նայեք բոլորը, հիմա անջատեմ և հանեմ։ Սիրելիներս, այսպիսի կոտետներ են, տեսեք ինչքան լավն է, հիմա այսպես, անձեռնոցիկի վրա, հերթով, նայեք սիրելիներս, ինչքան լավն է, ոչ փշրվում է, ոչ մի բան, ինչպես ես եմ արել, դուք էլ արեք այդպես և կտեսնեք, հիմա շրջեմ նայեք, բոլոր կողմերից էլ լավ տապակվել է, հանեմ և ցույց տամ։ Դե ինձ սիրելիներս, ահա նայեք վերջացրեցինք մեր կաղամբով կոտետները, որը ասեմ պահքի համար եմ ես միշտ անում և շատ լավն է լինում, խրթան կոտետներ են լինում։ Դե ինձ սիրելիներս, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ, այսօր այսքանը, բոլորիդ հաջողություն եմ